Սահմանին ադրբեջանցիների իրականացրած սադրանքները խանգարում են Ղարաբաղյան բանակցային գործընթացին և ստեղծում են լրացուցիչ խոչընդոտներ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Վաղը Փարիզում Նալբանդյանը հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, իսկ հունվարի 24-ին դարձյալ Փարիզում նախատեսված է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Իհարկե այդպիսի սադրանքները ուղղված են լրացուցիչ խոչընդոտներ ստեղծելու, խանգարելու բանակցային գործընթաց։ Նաև եթե ուրիշ նպատակներ ունեն ադրբեջանցիները, բայց նաև դրա համար։ Բայց պետք է շարունակել բանակցային գործընթացը։ Սա է իրականությունը, որովհետև այլ ընտրանք չկա բանակցային գործընթացին, բանակցությունների։ Եվ այդ պատճառով էլ մենք շարունակում ենք։ Երեկ Մոսկվայում հրավիրված ասուլիսին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել էր, թե Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների, արտգործնախարարների երկարատև ընդմիջումից հետո վերսկսված հանդիպումների ֆոնին արդեն իսկ կան որոշակի մշակումներ և դրանք կողմերը չեն մերժում։ Այսօր Էդվարդ Նալբանդյանին հարցրեցին, թե արդյոք խոսքը նոր առաջարկների մասին է։ Ռուսաստանի արտգործնախարարի խոսքերը մի փոքրիկ թարգմանության միգուցե պատճառով է, թե ինչի պատճառով մի քիչ ուրիշ ձևի է ներկայացնում, որովհետև ինքը ասել է, որ есть наработки, այսինքն ձևակերպումների վերաբերյալ եւ այլն, ինչու համար ենք մենք հանդիպում։ Մենք հանդիպում ենք անցյալ տարի մենք 4 անգամ արտգործնախարարի հետ հանդիպել ենք։ Այսինքն եւ դուք գիտեք, որ նախագահների հանդիպումից հետո Վիեննայում հանձնարարվեց արտգործնախարարներին շարունակել բանակցությունները, փորձել համաձայնության գալ այդ սկզբունքների շուրջ։ Ուրեմն սկզբունքների շուրջ ոնց ենք համաձայնության գալու։ Առանց մեկ կողմից, մյուս կողմից կամ երանախագահների կողմից այսպես կոչված նարաբոտկաների։ Բնական է դա աշխատանքային գործընթաց է։ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, ինչպես հայտնի, անցած տարվա դեկտեմբերին այցելեց Երևան, մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության երկրների արտգործնախարարների հավաքին։ Այցի ընթացքում Նալբանդյանն ու Դավութօղլուն երկկողմ հանդիպում ունեցան, բայց հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացի մասին տեղեկություն չստացվեց։ Թուրքիան դիրքորոշումը մինչ այսօր, ինչ որ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, չի փոխել։ Թուրքիայի արտգործնախարարը եկել էր եւ կրկնում էր այն, ինչ որ ասել էր ինձ 3-4 տարի առաջ, եւ դրա պատճառով փաստորեն կասեցվեցին հարաբերությունների կարգավորման այս քայլերը եւ գործընթացը։ Եվ ես իրեն ասացի, որ 4 տարի առաջ ես քեզ ասել եմ նույնը, եւ դու հիմա վերադարձել ես եւ կրկնում ես ձևացնելով, դու ուզում ես եւս 3-4 տարի կամ ավել մենք կորցնենք, սպասենք մենք, երբ որ Թուրքիան պատրաստ կլինի առանց նախապայմանների հարաբերություններ կարգավորել Հայաստանի հետ եւ դա դիրքորոշումն է, որը աջակցություն է վայելում միջազգային հանրության կողմից նաեւ։ Այսօր Հայաստանի արտգործնախարարը անդրադարձավ նաեւ Մաքսային միությանը, ասաց, որ այդ միությանը միանալու որոշումը բխում է Հայաստանի տնտեսական եւ ռազմավարական շահերից եւ ի պատասխան լրագրողի հարցին, թե իսկ ինչու էր գաղտնի պահվում այդ որոշումը, հայտարարեց, որ այն ամենևին էլ գաղտնի չէր պահվում։ Հայաստանը բազմից էր արտահայտվել, որ այո, մենք ցանկություն ունենք անդամակցել Մաքսային միություն։ Ուղղակի Հայաստանը չէր հրավիրված այնտեղ, այդպես էլ ասել էր նախագահան։ Որտեվ ինչ որ մասնագիտական էքսպերտային մակարդակով չէր հստակեցված բազմաթիվ հարցեր, արդյոք դա հնարավոր է թե ոչ։ Երբ որ դա հասունացավ, որևէ մեկից որևէ մեկը ոչ մի բան գաղտնիք չի պահում։